Դուք արդեն ուրիշ հարց եք տալիս, մեր թեմայի հետ ոչ մի կապ չունեցող անիմաստ հարց է, հասկանում եմ, դուք կարող եք որևէ կուսակցության շարքերում պայքարել և քաղաքական պայքար տանել։ Հերքում է հրապարակել, մասնավորապես հրապարակ որատեղ դրել էր, որ կրկվել է նորաձև շարժման իրավական կարգավիճակ է դրվել, գրանցվելով այն որպես հասարակական կազմակերպություն, ձեր հիմնադրամը հետքել է սա, բայց մենք գտանք, որ ապրիլի 8-ին Facebook-ում հիմնադրամը հայտարարել է, որ կայացել է կրկվել է նորաձև հասարակական կազմակերպության հիմնադիր ժողովը։ Ընդունվել է կազմակերպության անդրանիկ հայտարարություն, այսինքն որոշել եք, որ պետք է դառնա ՀԿ, բայց դեռ իրավական պրոցես չի սկսվել։ Տեսեք, դուք հրապարակին եք ներկայացնում։ Չէ, ես Հրապարակը կամ ֆակտոր TV-ին, հա, հրապարակը ներողություն Սյուզաննան է ներկայացնում։ Ամեն դեպքում հրապարակը որպես փաստ ներկայացնելուց առաջ, որ ՀԿ-ն գրանցվել է, կարող է ձեր նշած հարցը մեզ տալ, չէ՞։ Եվ դուք կարող եք մեզ այդ նշած հարցը, այդ ՀԿ-ն չի գրանցվել։ Ես նայել եմ ռեգիստրը, բայց գրանցվելու է։ Ոչ էլ գրանցվելու է։ Բայց Եթե դուք ուշադիր կարդաք հայտարարությունը, կտեսնեք, թե ինչու պետք է գրանցվել ՀԿ եւ նաեւ կարող եք վերլուծել եւ ձեր հարցի պատասխանը գտնել սեփական վերլուծության արդյունքում, թե ինչու այլևս չի գրանցվելու։ Ամեն ինչ շատ պարզ շարադրված է սևով սպիտակի վրա հայերեն լեզվով։ Ես ձեզ ուղղակի խնդրում եմ, հորդորում եմ մի քիչ ավելի ուշադիր կարդալ այն նյութերը, որոնց առնչությամբ եզրակացություններ են ասվում, փաստեր են հնչեցվում, մեկնաբանություններ են հնչեցվում, վերդիկտներ են հնչեցվում, մի քիչ ավելի ուշադիր կարդալ, որովհետև որևէ մեկի շահերից չի բխում մեր կապարանոց բաներ ասել, դա ուղղակի ինչ ասեմ, այդ է սրտաճմլիկ դառնում, շատ սրտաճմլիկ է դառնում, երբ որ կարդում ես հոդված և ես տեսնում ես հոդվածի հեղինակը պարզապես չի կարդացել, լավ, չեմ ասում կարդացել է չի հասկացել, պարզապես չի կարդացել այն նյութը, որի մասին հոդված է գրում, դա սրտաճմլիկ է և շատ տխուր ջան։ Ես բոլորիդ հորդորում եմ հիմա հետահայաց գնալ կարդալ հիմնադիր ժողովը, հիմնավորումները, բացատրությունները և վերլուծել և գրել դրա մասին, բոլորին հորդորում եմ դա անել։